ընտրություններից ընդամենը մի քանի օր առաջ են ձերբակալել ձեր թիմակցին։ Հնարավոր համարում եք, որ նոր ձերբակալություններ լինեն, օրինակ ընտրությունների նախօրեին, օրինակ Նարեկ Կարապետյանի կամ այլ ավելի ձեզ մերձավոր։ Ամեն ինչ էլ հնարավոր եմ համարում, բայց դա իրեն չի օգնելու։ Պարոն Կարապետյան, դուք բարբերաբար կրկնում եք պլան B տարբերակ ունեք, իշխանությունները եթե վերարտադրվեն, ձեր հետագա քայլերը որոնք են լինելու։ Նորից դուք կասկածի տակ եք դնում մեր հաղթանակը, դրա համար դա ճիշտ չէ։ Նման ահազանգներ ունեն, ներողություն։ Պարոն Կարապետյան, նման ահազանգեր եք անում, բոլորը ասում են մենք հաղթելու ենք։ Բոլորը ասում են հաղթելու ենք, բայց դուք օգնելու եք, որ մենք հաղթենք։ Ես վստահ եմ դրան։ Դուք չեք անելու, եթե չհաղթեք։ Այդ տարբերակը իրոք չկա, մենք հաղթելու ենք։ Ալիկ Ալեքսանյանը ում էր գումար փոխանցել, ինչու էր փոխանցել ձեր թիմակիցը։ Դա նույնիսկ դուք չեք կարա պարզեք, ես ո՞նց պարզեմ։ Ձեր թիմակիցն է փոխանցողը եղել։ Թիմակիցը ոչ մեկի փող չի փոխանցել։ Բայց ինքը չի։ Բայց զայնագրությունները քրթական մարմինները հորինում են, հա, ստեղծագործում են, դնում են շրջանառության մեջ, ինչ որ տարբեր մարդկանց բարբառներով անպայման կգա ժամանակը, շուտով դուք ամեն ինչը կլսեք, անձամբ տեղեկանաք, հնարավորություն կունենաք, հիմա ես ոչ մի բան չեմ կարող։ Մարզերում բազմաթիվ հանդիպումներ, որտեղ հիմնավոր կասկած չեն ունեցել։ Այդ ձերբակալվածները հակակոռուպցիոնի որ կան, մեծ մասին բաց են թողել։ Դե իհարկե մոտ 500 հոգի ձերբակալել են, որից 30-40-ն են կալանավորել։ Վարչական ռեսուրսի կիրառման մասին ահազանգեր ունեք, թե չէ։ Մեր խմբագրությունը ստանում է այդպիսի ահազանգեր, հատկապես մարզերում։ Ես որ դուք տեսնում եք, դա վարչական ռեսուրս է, թե ոչ։ Ահազանգեր ունեք մարզաբնակներից, դուք վերջերս հանդիպեցիք մարզաբնակներին։ Դե եթե վաղը Տաշիրի կարի ֆաբրիկայից 150 հոգու կարողներին, այսինքն ղեկավարներին, չէ, կարողներին, շոր կարողներին ծանուցում են ուղարկել, հրավիրել են քննչական, հիմա դա ինչ է, վարչական ռեսուրս։ Ռուբեն Ռուբինյանը հայտարարել է ներողությունների պետք, որ Սամվել Կարապետյանը գցելու է այն մարդկանց, ովքեր Ռուսաստանի Դաշնությունից գալու են եւ քվեարկեն իրենց օգտին, գալու է քվեարկեք եւ հակակոռուպցիոն կոմիտեն գալու է ձեր հետևից։ Դուք Փաշինյանից հարցրեք, այդպես մանր-մունր բաներից մի հարցրեք։ Սակագնի բարձրացման կամ դադարեցման մասով ինչ տեղեկություններ ունեք, օդից կախված է մնում պարոն Կարապետյան։ Տեղեկություններ չունեմ։ Իսկ Մակրոնի մասով որ դուք ասել եք Մակրոնն է Ալիևին ասել որ 300,000 ադրբեջանցիների մասով այս պայն կանգնեցնի, այդ շատ քննադատեցին ձեզ, դուք տենց իրոք տվյալներ ունեք որ Մակրոնը Ալիևին ասել է։ Ես դա ենթադրում եմ, քանի որ այդ հարցը սուր կանգնած է, Ալիևը կարող էր մինչև ընտրությունները սկսել այդ process-ը։ Դրա համար ձեզ մեղադրում են լրտեսական գործողություններ իրականացնելու մեջ, պարոն Կարապետյան։ Ամենաբարձր մակարդակով հերքվել է 300,000 ադրբեջանցիների Հայաստան վերադառնալու մասին ձեր շրջանառած թեզը։ Նիկոլ Փաշինյան, արտգործնախարար Միրզոյան, բայց դուք շարունակում եք պնդել այդ թեզը, հերքված թեզը։ Ձեզ ինչ որ կենտրոնից ստիպում են։ Ես չպնդեմ, բայց դուք փոշմանելու եք, եթե ես չպնդեմ, կանցնի մի շատ քիչ ժամանակ, ես չեմ ահաբեկում։ Դուք փոխարենը պոզիտիվ օրակարգով շահագրգռեք ձեր ընտրողներին, դուք նեգատիվ օրակարգով ահաբեկում եք տեղեկատվական դիվերսիա։ Ահաբեկում է ձեր Փաշինյանը, ձեր Ալիևը եւ բոլոր իրենց համախոհները։ Մենք ընդամենը հմկարում ենք խնդիրների մասին։ Ամենաշատը Կարապետյան Կարապետյան թվականի ընտրություններից հետո երեխեք մի հարց կարելի է Փաշինյանը չեք ներկայացրել։ Ի վերջո հիմա էլ արդեն տանն եք տնային պայմաններում եք։ Այդ դա Վարդևանյանը իմ գլխին սարկեց, չէ, սարկեց, հեսա ճշտեմ, հեսա տեսում։ Պարոն Կարապետյան, մի հարց։ Տեսեք, ընտրություններից հետո, պարոն Կարապետյան, խնդրում եմ իմ հարցին պատասխանեք։ Ես դες մի հարց ունեմ, կլսեք։ Հարուսինն էլ մի բան չի, ոնց որ։ Հարուսելն էլ այդքան լավ բան չի։ Պարոն Կարապետյան, 2021-ի ընտրություններից հետո, երբ պատերազմ եղավ, Նիկոլ Փաշինյանն էլ առաջադրվեց եւ տեսակ ընտրություններում մեծ մասը ստացավ, վստահության քվե ստացավ։ Մի խոսքով, ընդդիմությունը դուրս եկավ փողոց, բայց ինչ որ մի ժամանակ հետո այդ
շարժումը մարեց եւ այդպես անցան բնականon աշխատանքի։ Հիմա դուք եք համարվում Փաշինյանի հիմնական մրցակիցը։ Դրա համար մենք հաղթելու ենք, չենք դուրս գալու փողոց։ Մենք հաղթելու ենք։ Բայց ինչի՞ համար ենք մնում փողոց, հանգիստ կգնանք առոք մեր տները։ Քոչարյանն էր ասում, որ մասնակցելու ենք ու կրելու ենք, բայց մասնակցեց ու առահատ է կրել։ Դե տարբերությունը որ Քոչարյանը ասում էր կրելու ենք, մենք ասում ենք հաղթելու ենք։ Ճիշտ ասած, այդ հեշտ լավ բառ չի, Արծրունն էր ասում, ընտրողները նաև հետընտրական զարգացումների հետ են Տեսակ փոխեմ այդ լոզունգը։ Ճիշտ Պարոն Կարապետյան, բայց տեսեք, եթե ավելի լուրջ ձեր խոսքերը շատ են քննադատում։ Այն ժամանակ ասում էին ձեր թիմակիցները թողեք թող խոսի Սամվել Կարապետյանը, տեսեք ինչ կլինի, հետո էլ իշխանությունը թողեց խոսելու, հիմա ձեզ անդադ քննադատում են։ Ձեր խոսքով մի տեսեք խոցել եք դարձում ձեր թիմը։ Այնպես բաներ եք ասում, որը չենք հասկանում։ Դուք եք ասում 300,000 ադրբեջանցիների թեզն է ձեր։ Դե ասում եք տեղեկություն ունենք, հետո ասում եք չէ ենթադրում եմ, հետո բան չեք կարծում։ Համ ենթադրում եմ, համ տեղեկություն։ Չեք կարծում որ դրանով իշխանության ձեռքը կոզր եք տալիս, որ Դրանով մենք իշխանությանը հաղթելու ենք։ ռեյտինգը բարձրացել է ձեր հայտարարությունը։ հետընտրական զարգացումներ լինելու են։ Հետընտրական ինքը ձեր գլխին սարքում է փաստորեն։ Հիմա ինչ եկավ Արթևանյանին։ Հիմա ինչ եք անելու։ Ի վերջո դուք բաց եք թողել ժամկետները, որ հայտարարիր ներկայացնեք։ Եվ ի՞նչն է խնդիր։ Ուզում եք վարչապետ դառնալ։ Մի 2 ժամ ունեմ ժամանակ մտածելու եմ, հետո կասեմ։ Ուզում եք վարչապետ դառնալ, բայց անհարգալից վերաբերմունք եք դրսևորում օրենքի նկատմամբ։ Ինչու՞ չեք ներկայացնում հայտարարագիր։ Մինչև դուք չհասնեք նրան, որ իրենք բոլոր ապօրինությունները իմ նկատմամբ կանխեն, որ ես հնարավորություն ունենամ կատարեմ իմ իրավունքները։ Այսինքն ես հնարավորություն չունեմ ներկայացնել։ Ինչ ունեք հիմա տանն եք, տնային կալանքի տակ եք, այն ժամանակ չէիք կարողանում Հայտարարագիրը դուք հայտարարագիր ներկայացնելու տեխնոլոգիային ծանոթացեք։ Պարոն Կարապետյան, հետընտրական հիմա ինչ ժամանակում երկարաժամկետ թե կարճաժամկետ հնարավոր կլինի այս Ռուսաստանի մերժված ապրանքները եվրոպական շուկա արտահանել, որտեղ այսօր նախագիծ են ներկայացրել աջակցության, որ արտահանեն եվրոպական շուկա։ Իրենք 8 տարի ունեին գոնե միա ծիրան տանեն եվրոպական շուկա։ Եթե 8 տարում չեն կարողացել միա ծիրան տանեն, ինձ թվում է հնարավորություն չեն ունենա։ 2020